մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստ ուղարկել սահմանադրական դատարան դրա համապատասխանությունը սահմանադրության հետ մեր սահմանադրության հետ ստուգելու համար։ Չնայած փորձագետները 2025 թվականի սահմանադրական դատարանի որոշումից հետո սեպտեմբերի իմ հիշատակած նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ եւ անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության եւ հակամարտության միջև։ Բայց եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիր ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի եւ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. մեջբերում եմ. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Մեջբերման ավարտ։